Ով կլինի Գյումրիի հաջորդ քաղաքապետը։ Այս հարցի հասցեատերը ընդդիմադիր պատգամավոր Մարտուն Գրիգորյանն է, որը հետընտրական ողջ օրվա լռությունը խախտեց ֆեյսբուքյան մի կարճ գրառմամբ։ Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս, քաղաքացիական պայմանագիրը Գյումրիում քաղաքապետ չի ունենալու, դա հաստատ է։ Ինչ է նշանակում այս գրառումը, արդյոք արդեն կայացել է ընտրություններում երկրորդ ու երրորդ տեղերը զբաղեցրած Վարդան Ղուկասյանի ու Մարտուն Գրիգորյանի համաձայնությունը, դեռ պարզ չէ։ Վարդան Ղուկասյանին աջակցելու մասին առավոտյան առավել հստակ արտահայտվեցին Անցողիկ Շեմը հաղթարած մյուս երկու ընդդիմադիր ուժերը՝ Իմ հզոր համայնքը և Մայր Հայաստանը։ Ղուկասյանի քաղաքապետ ընտրվելու հարցում վճռորոշը Մարտուն Գրիգորյանի դիրքորոշումն է։ Նա էլ մինչ այս պահը այս գրառումից բացի այլ հայտարարություն չի արել, զանգերին չի պատասխանում, իսկ շտաբի դռները փակ են այցելուների առաջ։ Այսօր օրվա երկրորդ կեսին հրավիրած ասուլիսում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը վստահեցրեց, թե ինքն ու Գրիգորյանը ոխերիմ թշնամիներ չեն։ 2008-ին Գրիգորյանն ու Ղուկասյանը դարձյալ պայքարել էին քաղաքապետի պաշտոնի համար, հաղթել էր Ղուկասյանը։ 2012-ին նրանց մերձավորներն իրար վրա էին կրակել։ Ես հույսով եմ, որ Մարտուն Գրիգորյանը եւս իր խոսքերը ինչ որ ասել է, ինչ էլ որ պակաս է եղել, հավանական է մենք կարող ենք նստել, բանակցել, քննարկել, խոսել, այնպես որ ես ոչ մեկին թշնամու աչքերով չեմ նայում, ինչ կանել, ուրեմն վերադաս կառույցները ուզեցան խառնել Գյումրի քաղաքը եւ որոշակի բաներ կարողացան ուրեմն կազմակերպել, բայց ես ասել եմ, որ ես թշնամի չունեմ հայ ժողովրդի մեջ։ Մարտուն Գրիգորյանը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած Պատիվ ունեմ խմբակցության падգամավոր է։ Այս ընթացքում Ղուկասյանը մեկ անգամ չէ, որ կոշտ քննադատել է երրորդ նախագահին։ Արդյոք այս հանգամանքը չի խոչընդոտի բանակցություններին։ Հիշում եք, որ ասում էի, թե ես կբանակցեմ այն տեխնազուների հետ, որոնք, ասենք, քաղաքի շահը ավելի բարձր են դասում եւ չեն ղեկավարվում դրսից։ Ես սպասում եմ այդ ամեն ինչին, հիմա ասելու բան չունեմ, նորից եմ կրկնում, սպասում եմ պատասխանին, սպասում եմ։ Եվ ոչ միայն ես եմ սպասում է ամբողջ քաղաքը, սպասում է հայ ժողովուրդը, ընդհանուր ասեմ ձեզ։ Իսկ ինքը Վարդան Ղուկասյանը պատրաստ է ընդառաջ գնալ Մարտուն Գրիգորյանին։ Ես հիմա այս պահին պատրաստ չեմ ձեզ պատասխանելու այդ հարցին, մինչև ես չհամոզվեմ, թե ինչ է կատարվում դիմացը, հիմա իմ խոսքերը այս պահին, եթե ես ընկնեմ առաջ ինչ որ մի բան ասեմ, ես չեմ կարող դա անել, որովհետև պետք է համոզվեմ, որ իրոք այդպես է։ Երբ եկավ այդպիսի իրավիճակ, ուրեմն դուք կտեսնեք ես ինչ կանեմ այդ կամը։ Մի քանի քրեական գործերով անցնող նախկին քաղաքապետը այսօր պնդում էր, թե պատրաստ է անգամ բանտից ղեկավարել քաղաքը։ Հատուկ նշեց, եթե ընդդիմության միավորումը ստացվի, փոխքաղաքապետի պաշտոնը ոչ մեկին չի զիջի։ Ես ոնց որ նպաստեմ ինչ որ մի բանի, որ ասենք պատկերացրեք, եթե ինձ ձերբակալեն, ինստինկտյան փոխքաղաքապետը պարտավորակ բանը ինքը վերցնում է իր վրա, ստանձնում է եւ ինքը դառնում է քաղաքապետ։ Այ դրա համար ես եթե այդ պահը մենք դա բան ենք անում, թե չէ միանշանակ ես խնդիր չունեմ աշխատելու հետ կապված։ Ինչ վերաբերում է ամենաշատ ձայները 36% ստացած, բայց միայնակ իշխանություն ձևավորելու հնարավորություն չունեցող քաղաքացիական պայմանագրին սատարելուն, ապա շեշտեց. Ինչ ուզում է անեն, կանգնած տեղը թեկուզ շարով էլ տան, ես իրենց հետ ճանապարհ չունեմ։ Էլ խնդրում եմ այդ հարցի 100 անգամ ինչ տակ, այո, ԿՊ հետ ճանապարհ չեմ գնալու։ Բարձրաձայն ասում եմ, վերջ, չքննարկեք այդ հարցը։ Եթե համայնքապետ ընտրվի, ուզի թե չուզի իշխանության հետ աշխատելու է։ Լրագրողները հետաքրքրվեցին, իսկ վարչապետին կդիմավորի։ Ես ընդհանրապես ոչ մեկին սենց բան չեմ արել, իմ հորս է չեմ անում, հասկացար։ Բայց սուբորդինացիան պահելու համար, ուրեմն ինձ կպահեմ ճիշտ։ Եթե հանգարց միած սխալ վերաբերմունք տեսա այդ հարաբերությունների մեջ, ինքն էլ որպես քաղաքի քաղաքապետ, միանշանակ երկրորդ անգամ չեմ գնալու, ձեռս չեմ բարձրացնելու, չեմ բարևելու, երեսներն չեմ նայելու, բայց չափը ես միշտ պահել եմ, սուբորդինացիան պահում եմ, եթե իրենց էլ չհարկեմ, ատորը կհարկեմ։ Հասկանալի է, դա Հայաստանի Հանրապետության վարչապետի ատորն է, իրեն իր քաղաքականության միանշանակ չեմ ընդունում, ինչ որ արվել է չեմ ընդունում, բայց քաղաքի հետ կապված, եթե որևիցե մի խնդիր լինի,
միանշանակ ուրեմն իմ քաղաքի խնդիրները խոմ չեմ փագելու տնեմ բան, դա հաջողություն ստեսում։ Քաղաքի հասանելիքները կբարձրաձայնեմ, եթե չտան, մեծ աղմուկ կհանեմ, կհասնենք մինչև ես չգիտեմ ուր։ Եթե ընդդիմությունը Գյումրիում միավորվի, նրան ձայները առաջին իսկ փուլով բավարար են Ղուկասյանին քաղաքապետ ընտրելու համար։ Այս սցենարի դեպքում 36% ստացած քաղաքացիական պայմանագիրը մեծությամբ երկրորդ քաղաքում ընդդիմություն կդառնա։ Եթե Վարդան Ղուկասյանը 33 հոգանոց ավագանու կազմից առնվազն 17 ձայն չստանա, քաղաքապետի ընտրության երկրորդ փուլ կլինի։